Բացի սահմանամերձ գյուղերից մեր համար ուրեմն տպավորություն ստեղծવા մեր գյուղը ամենատաբար սահմանամերձ չէ, բայց Մուստաֆայևի հայտարարության մեջ կար նաև մեր գյուղի անունը։ Իմ կարծիքով մեր ժողովրդին եւ իշխանամետներին պետք է շնորհել եւ ասել, որ տուն ճարեք այդ մարդիկ կգան։ Եսի միջալից, հիմա հարցս, պարոն նախագահ։ Ուրեմն հիմնականում ժողովրդի կողմից դուք ընտրվելու դեպքում նախատեսում եք վերանայել այդ վարորդական իրավունքից զրկվածների համաներում կամ վարորդների բալային համակարգի վերանայում, քանի որ բարեկները միշտ էլ երևի անարդար են վարորդների նկատմամբ եւ ընկնում են վարորդները վերջ անհարմար վիճակի մեջ։ Խնդրում եմ ձեր ընտրվելու դեպքում ինչ լուծում եք նախատեսում այս հարցի վերաբերյալ։ Նայեք, իհարկե պիտի վերանայվի սա, օրինակ այդ բալային համակարգը մի խայտարակություն է, որոշակի ամնիստիա պիտի լինի եւ բանը պիտի փոխվի, բալային համակարգի մենք նաեւ քննարկել ենք մեր մոտ, այո պիտի փոխվի, անկասկած, մենք բազմաթիվ անգամ ասել ենք հետեւյալը, որ իսկապես ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, դուք նայեք, ինչքան է այդ տուգանքների մուտքը բյուջե, ինչքան է եղել 98-2008 թվականին եւ ինչքան է եղել այս վերջի 8 տարում։ Ոնց որ ամեն քալափոխի մի տեղ են գտնում մարդու խեղճացնելու համար։ Իսկ խեղճացած մարդը ինչի համար է բանը, ինչի համար է իրենց պետք խեղճացած մարդ։ Որ այդ մարդը վրա լծակներ ունենա ազդելու։ Ուրիշ բան մոտիվացիա ես չեմ տեսնում։ Ну, երկրորդ մոտիվացիան շատ ավելի կոնկրետ է։ Վերջը պարտիավաճառները գնալով աճում են եւ այդ բյուջետային մուտքերը պետք է ապահովել նաեւ տուգանքներով։ Անպայման վերանայվելու են, ուղղակի կասկած մի ունեցեք։ Մի մեծ հարց կա նաեւ այդ վարկային Նայեք, իրենք անխնա արտաքին պարտք են կուտակում, անխնա, 8 միլիարդ դոլար։ Եվ մի վիճակ են ստեղծել, որ նաև ժողովուրդը պարտքերը կուտակի։ Հիմա ժողովուրդը պարտքերը կուտակում, պարտք է դառնում բանի առաջ, բանկերի առաջ, պետությունը պարտատերերի առաջ, եւ սա ոնց որ բան կա, ոնց որ ոչ մեկին չի անհանգստացնում։ Օրինակ ինձ դա անհանգստացնում է։ Ես համոզված եմ, որ 1-2 տարվա ընթացքում այդ բուրգը, որը կառուցվել է, այդ հակառակ բանը, այդ պիրամիդան փլվելու է։ Եղավ։ Ես կուզեի ավելացնել ոչ միայն վարորդական իրավունքների հետ կապված, մեր նախընտրական պլատֆորմում շատ հստակ կա, որ մեր իշխանության գալու դեպքում մեծ համաներում է իրականացվելու երկրում, ոչ միայն քաղաքական հետապնդումների, այլ նաև այլ գործերով դատապարտված մարդկանց նկատմամբ, սա մենք հստակ ուղիղ հայտարարել ենք եւ ձեր օգնությամբ իշխանության գալու դեպքում այդ մեծ համաներումը իրականացվելու է եւ կիրառվելու է։